պատմել, որ նկարագրի իրավիճակը ինչա։ Վերջերս մեր երեկոյում մեր հայրենակիցները գնում էին ուղարկել նոր տարվա նախօրեին մի քանի օր բույս չեն ունեցել, անջատում էր եղել, այդտեղ ենթակայան են այրվել, եւ ինչ պատասխանեց հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Հետաքրքիր է սա, որ հասկանալու համար ինչ է կատարվում։ Իրենք իրավունք չունեն այդքան երկար ժամանակ անջատեն, որովհետեւ մարդկանց գույքը եւ այլն վնասվում է, եւ մթերքը եւ գույքը եւ այլն։ Հիմա իրանք հիմք են ընդունել հեծի որոշումը, այսինքն եթե իրենք համարում են, որ ֆորս մաժոր է, այդ փոխհատուցումը չեն տալիս, դա հազարավոր մեր հայրենակիցները։ Այլ պարագայում հեծը ինչ անել, հեծը սեփական հեծը չկներեք, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, պետք է սեփական քննություն անցկացնել։ Նույնն էլ հենց դրա հետ կապված բազմաթիվ մեր հայրենակիցներ դիմում են հավելյալ գումար վճարելու, այսինքն անհամեմատ, նախկինում անհամեմատ ավելի շատ են վճարում եւ այս առումով պարզ է ինչ է կատարվում եւ նաեւ ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այդ ուղղությամբ ունենք մենք հարցում եւ այդ հարցման պատասխանը ստանալուց անպայման ձեզ կտեղեկացնենք, այն ինչ որ կատարվում է հեծում մեր մասած շատ խնդիրներ է առաջացնում եւ մեր հայրենակիցները իրավի դժում են նաեւ ձեր ասած այդ բանի հետ կապված։ Շնորհակալ ենք հարցի համար, ընթացքը նաեւ ձեզ կտեղեկացնենք։ Շնորհակալ եմ։ Իրապես կարևոր հարց է, ինչի համար եմ ասում, որովհետեւ ես այդ տասնյակ դիմումներ եմ ստանում, վերջերս Համեն 2 օր առաջ մեր հայրենակիցներից մեկը դիմել է ինձ, ասում է այս մեքենան բեռնատար մեքենա է։ Թող տանենք փորձաքննության, տեսնենք 170 արագություն այդ մեքենան կբացի թե չէ։ Ասում սրա մաքսիմալը 100 արագություն է, բայց իր վրա ակտայքի եւ մեր քաղաքացին զրկվել է վարորդական իրավունքից։ Այսինքն այդ ձևով են կեղեքում են հայրենակիցները։ Ճիշտ եք ասում, թալանում են, կեղեքում են եւ Դες ապօրինի մեթոդներով մեր հայրենակիցների նաև ճանապարհային նշանների հետ կապված, այլ խնդիրներով պայմանավորված, այսինքն մեր հայրենակիցները դարձել են տուգանքի մատերիալ։ Եթե շատ երկար չխոսեմ, ես ուզում եմ նաև ձեզ հավաստիացնել, որ իշխանափոխությունից հետո բոլոր այդ հարցերը վերանայվելու են, որովհետև շատ մեր հայրենակիցներ հանիրավի դառնում են տուգանքի մատերիալ, անհիմն որևէ հիմք չկա։ Եվ սա անչափ կարևոր հարց է, եւ նաեւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք կապ հաստատեք, մենք կմոտենանք, ձեր հարցով էլ մենք կդիմենք եւ հուսով եմ, որ նմանատիպ հարցեր եղել են եւ մենք կարողացել ենք հասնել նրան, որ արդարությունը վերականգնվի եւ մարդիկ կարողանան իրենց ընտանիքները տալ։ Ինչ վերաբերում է 90 օրյա սահմանափակումին, որտեղ ստեղ նաեւ մարդիկ կան, ես գիտեմ նաեւ բեռնատարի վարորդներ կան, այդ 90 օրյա սահմանափակումները Ռուսաստանի Դաշնության հետ կապված որ կա բավականին լուրջ խնդիր է նաև մեր տնտեսության հետ կապված։ Մեր բեռնատարի վարորդները չեն կարողանում նորմալ իրենց գործունեությունը ծավալ, որտեղ ժամանակային 30 օր մենակ ձնահոսքի պատճառով կանգնած են։ Եվ այս թեմաներով եւ մնացած թեմաներով էլ զբաղվում ենք, շնորհակալ ենք հարցի համար, եթե էլի նմանատիպ հարցեր կնենք, ընդունում եմ դիմեք։ Շնորհակալ եմ։